Ավելի լավ է լինելու ժողովուրդ ջան։ Ուրեմն ժողովուրդ ջան, այս ընտրություններում բացահայտվեց, որ Հայաստանում ոչ թե միայն Քոչարյանը կամ Սամվել Կարապետյանը կամ Գագիկ Ծառուկյանն են ռուսամետ, այլ 540,000 հայ կա։ Պատկերացնում եք, 540,000 հայ, որ պատրաստ է այս պահին Հայաստանը հանձնի Ռուսաստանին։ Ոնց ուզում եք գցեք բռնեք, դա էտա, հասկանում եք։ Հիմա այդ մարդիկ, այդ 540,000 հոգին, հիմա վաղը, նայեք, ճանապարհներին փոս եղավ Փաշինյանից է ուզելու, մատը փուշ մտավ Փաշինյանից է ուզելու, ինչ կատարվեց, հիվանդացավ Փաշինյանից է ուզելու, то ինչ եղավ այդ մարդու հետ, ինչ եղավ, թոշակա, այս մի բանա, այն մի բանա, Փաշինյանից է ուզելու, բայց պատրաստ է Հայաստանը տա օտարին, պատրաստ է մաֆիայի հետ, մաֆիային անընդհատ պահի Հայաստանում, դրանք մաֆիա են, մաֆիա, նատուրալնի մաֆիա են, բայց 540,000 հայ, իրենից ոչ մի բան չներկայացնող մարդիկ, ընդհանրապես մարդը, մեկն է ես էլ եմ մարդ, բայց պետության համար, ասենք, մեկ մարդը իրենից ոչ մի բան չի ներկայացնում իրականում, էլի, բայց որ 540,000 հոգի հավաքում են մաֆիայի 4 կողմը, նրանք այդ մաֆիային արդեն ուժ են տալի։ Հասկանում եք, նրանք պետության կողքը չեն կանգնում, որ այդ պետությունն էլ կարողանա իր համար թոշակն էլ ավելացնի, մի բանն էլ, մաֆիան էլ պետությանը անընդհատ խանգարող ուժ է, որ պետությունը մարդկանց համար չկարողանա ոչ մի բան անի, չկարողանա, մարդը պահանջի, բայց պետությունը չկարողանա, դրանով ինչ է լինում, եթե պետական մարդիկ, պետական ծառայողները այդ մարդկանց համար չեն կարողանում իրանց պահանջները կատարեն, մաֆիայի դերը ուժեղանում է։ Հիմա 540,000 հոգի, ասենք թե ձեզ տվին 100, 200, այ մարդ, 1 միլիոն, հատարակ մի ամիս էլ զղտկվեցիք, հետո այդ մաֆիան մեկ էլ ձեզ 5 տարի հետո է այդքան տալու, որ 5 տարի հետո էլ մի ամիս զղտկվեք։ Հիմա ես մի բան էլ ուզում եմ ասեմ կառավարությանը։ Կառավարություն ջան, վարչապետ ջան, դու ինքդ էլ ելույթ ես ունենում, ասում ես, որ այդ մաֆիան չի թողնում, որ սահմանադրական մեծամասնություն կազմեք, բան, չի թողում, որ սահմանադրությունը փոխեք, որ այդ մաֆիայի վերջը տաք։ Նիկոլ ջան, մաֆիայի վերջը պետական մակարդակով աշխարհում հլադեր այտենց պետություն գոյություն չունի, որ նրանց կարողացել է հաղթի։ Ամերիկան չի կարողանում հաղթի։ Իտալիան չի կարողանում հաղթի։ Ով կարաս անուն տաս պետության, որ մաֆիային հաղթել է։ Ոչ։ Մաֆիային նման կերպ չեն հաղթում։ Մաֆիային, ով է 540,000 մարդը այսօր ծառայում է փաստացի 2 հոգու։ Հիմա ես չեմ ասելու, որ դու իմանաս, այդ 2 հոգու հետ պետքա ինչպես վարվել, որ այդ 540,000 մարդը, որ չծառայի մաֆիային, այլ ծառայի պետությանը։
Նժդեհը իր ժամանակ, գիտես ինչ էր ասում։ Ուրեմն դավաճաններին, երկրի դավաճաններին, ինչքան ուզում ես դատի, այս մեկին մեկը մեկն է գալու, մեկն է, նա դավաճանելու է եւ բանտից, եւ ամեն տեղից, եւ իր տանից, եւ իր, ասենք, տնային կալանքներով, բրասլետներով, նա դավաճանելու է մեկը։ Նժդեհը դավաճանների հանդեպ, նա ուրիշ բաներ ասում։ Ասում էր դավաճանի արյունը պետքա թափես, դա նժդեհի խոսքն է, որ նա մաքրվի, ուրիշ ձև գոյություն չունի։ Իրականում ես համաձայն եմ նժդեհի հետ, դա տենց է։ Դավաճանությունը արյան մեջ է։ Արյան։ Ինչքան ուզում ես դատի։ Մեկը, ավելի է վատ դավաճանելու, ավելի վատ բա, նրա հետևից, բորդել նրան տանես, նրա հետևից մաֆիոզները գալու են, որ իրանց համար աշխատեն դրանք։ Ինչ ուզում ես արա։ Նիկոլ ջան, ինչ ասեմ, ցավդ տանեմ, դու քո նման ղեկավար իրականում հայրենասեր, երկրասեր, պետականամետ, աշխարհում 1-2 կարող է լինեն, չլինեն նման մարդիկ, բայց դու պետքա մի քիչ ժոստկի լես, հասկանում ես, միայն ժողովրդավարությամբ շատ դժվար է լինելու ինչ-որ արդյունքների հասնել, անընդհատ խանգարելու են։ Նույնիսկ արդեն պետական մակարդակներով մեր երկրին ուզում են կառավարեն, հասկանում ես, այլ երկրի ղեկավարները մեր երկրին, մեր ընտրված ղեկավարներին կարծես թե համարում են իրանց մարիոնետկեք, ասում են դուք մեզ պետքա ծառայեք, դուք չեք ընտրվել է, որ իրենց ծառայեք, դուք ընտրվել եք, որ մեր երկրում մեր ժողովրդին ծառայեք իրականում, այդ հակահետախուզություն եք բացում, ես մի բան եք բացում, մի բան եք բացում, թող ծառայեն, Են ներքևի մասից օրեկան անկապ ձերբակալություններ, ասենք, փող են տալի ընտրության համար, գնում եք այդ փող վերցնողին, են մեկին, ադեր ցավը տանեմ, տվողը մի հոգի է, նրա հարցը լուծեք, պրծեք, ինչի եք այդ հազարավորների հարցը լուծում ու լրիվ մեկա չլուծվող հարցերա, որին էլ բռնեք 1 ամսից, 2 ամսից, 3 ամսից պետքա բաց թողեք, մեկի հարցը լուծեք և վերջ, չկա այդ մեկը, չկա պրոբլեմ, միջև նրանք նորից մի հատ մարդ ստեղծեն, նույնիսկ օտար երկրները մեր երկրում դրանց նման մի հատ մարդ ստեղծեն, նրանց համար էլի 30-40 տարի պետք է։ Հասկանում եք։ Իսկ դուք են մանր մունուղ են կատարողներին բանին, բռնում եք տանում, ընդեացում, դա ժողովրդի աչքին թոս փչելա։ Դու մեկի հարցը լուծի եւ վերջ, Նիկոլ, ինչ ես վախում։ Ցավդ տանեմ, 800,000 մարդ երեք քեզ ընտրել է, 800,000 մարդ մեջքիդ կանգնած է,
Հա 500,000 էլ դրանց մեջ կինա կաղնած։ Բայց դու պետք է իմանաս, որ այդ 800 ու այդ 500-ը չի։ Այն մնացած 2 միլիոն մարդն էլ, որ ասենք նա ընտրությանը չի մասնակցում, նա էլ է պետության, պետականության հետևին կաղնած, նա մաֆիայի հետ կապ չունի։ Հասկանում եք։ Այդքան ժողովուրդ, այդ 540,000-ը ռուսամետ է, օտարամոլ է։ Կարող է ինչ-որ մեջը մարդիկ կան, սկի ասենք Ռուսաստանից չեն, Եվրոպայից են, նրանք էլ Եվրոպամոլ են, Ամերիկամոլ են։ Մենակ ասենք Ռուսաստանի հայերը չեն այդ բանին մասնակցել։ Այլ տեղերից էլ են լիքը։ Եվրոպայի ապրող, Ամերիկայում ապրող հայերի 90%-ը, ես սա չոտքի եմ ասում, 90%-ը ռուսամոլ է։ Եվրոպայում, Ամերիկայում ապրում են, բայց աշխատում են Ռուսաստանի համար։ Ինչ է անում մաֆիան, մեկ մարդը, մաֆիոզը։ Փաստորեն, այսօր Հայաստանում մեզ ունեինք մի հատ երկիր կառավարող, նո ժողովրդին կարում է կառավարի, վարչապետին հավասար մարդիկ են։ Մեկն էլ ավելացավ։ Դոտն էլ էր ուզում նրանց շարքեր մտնի, դե հլը չի ստացում, բայց դե կարող է եւ մտնի էլ։ Ես 100% վստահ եմ ու վստահ ասում եմ։ Այս ընտրակեղծիքները, որ ասում են, ասենք իշխանական կողմը ընտրակեղծիքներ արել, չէ։ Ես իշխանական կողմին կդնեմ 0-ից մի հատ նորից այդ բաները լրիվ կստուգեմ։ Իշխանական կողմը 60-ից պակաս չի լինելու։ Ձեզ են խաբել, Նիկոլ, մաֆիան է աշխատում։ Դրա համար էլ նրանք ասում են ընտրակեղծիքներ ա եղել, իրանք կեղծել են լիքը։ Քոչարյանը 5% չի հավաքել, բայց չգիտես ինչու 10% համարյա ունի։ Նա 5%, 140,000 հայ Հայաստանում հնարավոր չի Քոչարյանին ձայն տա։ Դա հնարավոր չի։ Մաֆիան է աշխատում, Նիկոլ, դրեք կոնկրետ նորից հաշվարկն արեք, կնայեք, որ ձեզանից 10%-ից ավել գողացած է, Քոչարյանին բանին պլյուս արած։ Որովհետև մաֆիան պետությունից է այսօր ավելի ուժեղ աշխատում, ու դրա համար էլ գոռում են, որ իշխանությունը կեղծել է։ Ձեզանից են գողացել, դու, Նիկոլ ջան, դու գիտես, թե եթե դու պետություն ես, ընդ ինչ-որ պետական մի հատ քաչալ մարդ հանդե նստած, նա քո համար է աշխատում, ոչ, ցավդ տանեմ, նա թքած ունի քո 1 միլիոն աշխատավարձի վրա, նրանք կարող է $1 միլիոն տված էլ լինեն, հասկանում ես, ինչ-որ թեղթիկներ էլ բանանեն, սպեցիալնի սարքեն, իբր Գագիկ Ծառուկյանից մի 120 հոգի արդեն գտան, ես մի բան գտան, ոչ, էդ է մաֆիան աշխատում, Նիկոլ ջան, դու գիտես, թե դու ես կոնտրոլ արել, ոչ, մաֆիան պետությունից ամեն երկրագնդում ամենտեղ պետությունից ավելի լավ է աշխատում, որովհետև նա ռիսկով է, նա դուխով է, իսկ դու պետական մակարդակով ես անում, որ օրենք չխախտես, բան չանես, իսկ նա ռիսկով է, ամեն ինչ էլ անում է, նրանք կորցնելու բան չունի, իսկ դու օրենքը ուզում ես չխախտես, բան, բայց ընդե խախտումները դու նա մաֆիայի, նա այս դուխով անում է, դու դա չես նկատում, որովհետև դու գիտես, թե ընդե քո մարդիկ են աշխատում, ոչ, լրիվ էլ կապի մեջ են մաֆիայի հետ, լյուբոյ մարդ, քո մոտ աշխատող մարդիկ սաղ էլ մաֆիայի հետ կապի մեջ են, ես 100% ասում եմ, դնեք այդ բաները ստուգեք, հաշվարկը անեք, Քոչարյանը 5% չի կարա ունենա Հայաստանում, չի կարա, 140,000 մարդ Հայաստանում չի կարա Քոչարյանին ձայն տա, հնարավոր բան չի դա, հնարավոր չի, ես եմ մնացածներին չեմ ասում,
Գագիկ Ծառուկյանին հնարավոր էր 140,000 ձայն տան, բայց նրան ոչ։ Հնարավոր է հենց Գագիկ Ծառուկյանի ձայները կտրացել են տված Քոչարյանին։ Հասկանում եք, դա մաֆիայի ամենագլխավոր մասն է։ Ամենագլխավոր մասն է մաֆիայի վերջինն է, ոնց ասած, ռուսերեն ասած։ Էտա նրան այդքան ձայն հնարավոր չի լինի։ Պետությունը պետք է սկսի կոնկրետ աշխատել։ Այդ սահմանադրություն, մահմանադրություն, որ դուք ուզում եք ամեն ինչ օրենքով անեք, այս 5 տարին էլա, ասես միջև 31 թիվը, սենց արագ անցնելու է, տենալու ենք են նույն մաֆիանա նորից ընդ է, են նույն մարդիկ են նորից ընդ է, են մեկն անդե, ու ամեն անգամ իշխանության մասը այսպես գալու է համարյա հավասարվի։ Մաֆիան համարյա հավասարվելու է իշխանության հետ, 50-ը քեզ, 50-ը ինձ, և վերջ, այսենց էլ մենք տենալու ենք։ Այսօր, ատե ինչ որ կեղծվել է, լրիվ մաֆիանա կեղծում։ Իշխանությունը նման բան, եթե ուզե նայել, չի կարա։ Իշխանությունը չի կարա ինչ որ մեկի հրաման տա, ասի կեղծեք։ Արա հրամանով ով է հիմի գործանում։ Ոչ մեկը։ Հիմա սաղ փողով են գործանում։ Կրկնում եմ Նիկոլ ջան, այդ բանում նստած, այդ իսբերկոմ եք ասում, ինչ եք ասում, այդ մարդը, որ ամիսը մի 800,000 աշխատավարձ է ստանում, այս ընտրության ժամանակ, եթե ես լինեմ մաֆիայի ղեկավար, ես 1 միլիոն, 2 միլիոն, 3 միլիոն, 5 միլիոն դոլար էլ չեմ խնայի, հասկանում ես, տամ այդ մարդուն, այդ մարդը ինչ պետք է անի, դե դու գնա նրան 800,000 աշխատավարձ տու, թող այդ մարդը պետության համար չեսնի աշխատի, հասկանում եք, ստե պետք է աշխատի քո հակահետախուզությունը, որ թույլ չտան, մաֆիային վերացնելն էլ, ոչ թե մաֆիային ծառայողներին պետք է տանես բանտերը լցես, Նիկոլ ջան, այլ հենց գլավարին, ես երեք դրել եմ, որ մարտի մեկի գործը, ռեալ գործը, վերցնես նրան տանես կալանավորես, հասկանում ես, ես 100% վստահ եմ, դաժե վստահ ասում եմ, որ քեզ դեռ 2020 թվին, Նիկոլ ջան, տես, ես քո երեսին ասում եմ դա, հա, դեռ 2020 թվին, քեզ հրամայել են, որ Քոչարյանին էլ դոդին էլ ազատ արձակես, թե չէ լավ չի լինի, բայց դու դա չես ասի ժողովրդին, դու չես ասի, դու իրավունք չունես ասես, բայց ես ասում եմ, դա 100% եղել է նման բան, հիմա էլ է շարունակվում նման բան, բայց դե դու պետք է չվախենաս, ժողովուրդը քո հետևին կանգնած է, դու պետք է չվախենաս, եթե վախեցար, կրկնում եմ, այս 5 տարին այսենց, այ հիմա, այսօր, ընտրություններ ա եղել, ոնց որ մի հատ երկրում ինչ ա տիրում, ասենք, այդ դաշտում, այդ ընտրական, ով ինչ ուզում ա ասում, ով ինչ ուզում ա անում ա, ուզում են այսօր փոխում են, եկուս փոխում են, վաղը նորից մի ուրիշ բան են ասում, այսենց պտի լի, այնպես պտի լի, պետությունն էլ սաղի հետ ուզում ա հարմարված լինի, պետությունը պետք է լինի ուժ, որ ոչ մեկի հետ էլ պետք է չհարմարվի, բայց դե չգիտեմ, ես որ լինեմ, ինձ համար մեկը ավելի կարևոր է, քանցեն 540 հոգին, 540,000-ը, այդ մեկը 540,000 Հայաստանի ընտրող մաս, ընտրող քաղաքացու իրա կողմն է, հասկանում եք, դա
Նրանք ոչ մի բան այդ մարդկանց համար չեն արել, պետության համար ոչ մի բան չեն արել, բայց այդ է, մաֆիայի ուժը այդ է, որ կարում են մարդկանց ինչ-որ ձևով, որին վախցնելով, որին փող տալով, որին ես մեկով, բարեկամով, հարևանով, ընկերով, ես մեկով, իրանց կողքը պահեն։ Եվ վերջ, և պահում են։ Նրանք ունեն սեփական միջոցները ցանկացած ժամանակ կարան այդ մարդկանց այդ 540,000 հոգուն ցանկացած ժամանակ կարան օգնեն։ Դրանցից մեկը մի խնդրանք ասեց, Քոչարյանը կարա սեյֆը բացի մի պաչկա գցի տա Լևոնիկին, ասի տալես մարդուն, այս մարդը կարիքի մեջ է։ Բայց պետությունից երբ մի հատ ինչ-որ բան ենք մենք պահանջում, դա լինում է օրինական, հնարավոր է մինչև ինձ օգնեն, ես արդեն չլինեմ, մեռնեմ կամ մի ուրիշ բան, հասկանում եք, պետականը ուրիշ է, մաֆիան ուրիշ է, դրա համար այդքան այդ մասշտաբի մարդիկ հավաքվում են մաֆիայի կողքը, թքած ունեն պետության վրա, երկրի վրա, ես հազարավոր մարդիկ, ասենք անուններ էլ կարամ տամ, բայց այդ անունները ձեզ ոչ մի բան չի ասում, նրանք ստեր կապրողներ են, սկիտանձեր, իմ երեսին կանգնում են, թքած ունեմ ասմա Հայաստանից վրինել, մեկի վրինել, ինչ է տվել ինձ Հայաստանը ասում են, սա ինձ ասմա աշխատանք էլա տվել ասմա, ինձ թոշակ էլա տալի ես մի բան էլ, Հայաստանն ինչ է տվել ինձ, այդ տենց են մտածում մարդիկ, հասկանում եք, այսքան բան ժողովուրդ ջան առավոտից, ես հենց են ընտրության հաջորդ օրը ասել եմ, որ սա շատ ես խմորը շատ ջուրա քաշելու, շատ ջուրա պահանջելու, ու տենց էլ լինում է, որովհետև պետությունը, իշխանությունը ինձ թվում է էլի նույն թավիշը շարունակում է, նույն թավիշի նման։ Ես կրկնում եմ, եթե երկրի ղեկավարն ասում է, այս ինչ մարդը հանցագործել, ես ժողովրդին խոսք եմ տալի նա դատվելու է, այդ բառը հերիք է, որ ոստիկանությունը, դատախազությունը, քննչական կոմիտեն նրան նույն պահին գնան ու բանտարկեն։ Հասկանում եք, որ երկրի ղեկավարը նենց սուտ խոսք չլի, օթմը խոսք չլի, օթմ։ Ոնց որ մեր վաղտերքը ժողովուրդը մենք գոլեմ տրմա, էլի, իջևանցիկ ասում են գոլեմ տրմա։ Հասկանում եք, որտե հետ չլի։ Երկրի ղեկավարը մի հատ խոսավ, օրինակ ստեղի նախագահը, եթե ասենք մի ինչ-որ բանով, ասուլիսում, բանում, մեկից խոսում է, չէ, որ պետական հանդեպ ոնց որ մի ինչ-որ բան են չի արել։ 5 րոպեից լսում ենք այդ մարդը բանտարկված է, կավոչ, կամ արդեն չկա այդ մարդը, գոյություն չունի։ Հասկանում եք։ Նույնն էլ տեղ պետք է պետությունը աշխատի։ Եթե դու երկրի ղեկավար ես, պարոն վարչապետ ջան, ցավդ տանեմ, դու այդ ուժայինները բանալ լրիվ քեզ են ենթարկվում։ Եթե դու ասում ես այդ մարդը հանցագործ է, նա դատվելու է, ինչու արդեն դատված չի, նա քո հանդեպ, պետության հանդեպ, նստած տես ինչեր անում, առավոտից իրիկու, հասկանում ես, նա է հլա ասում, ես Նիկոլին դատելու եմ, սաղ կյանքը նստելու է, հլը նա է ասում, Նիկոլն ասում է, սաղ կյանքը նստելու է, դու երկրի ղեկավար ես, ասում ես, նա մաֆիա է, նա գողա, վազակա, էսա, մարդասպանա, էս մի բանա,
Բայց քո ուժայինները ինչ չեն գնում քո ասածից հետո կալանա որեն։ Բայց ժողովրդին ասում եք, եթե մի բան ալում, գործ տվեք, ասեք, բան արեք։ Որ դու ասում ես չեն անում քո ուժայինները։ Ես որ գնամ ասեմ, բայց մի ինչ որ մարդ ունդես, ինչ մարդը ծեծեց, ով է գնալու նրան բռնի։ Բայց դու ասում ես, որ այդ մարդը երկրի ղեկավարն ես, ասում ես, պարզ ասում ես, որ այդ մարդը հանցագործ է, ասում ես, որ ես նրան դատելու եմ։ Բայց քո ուժային կառույցները չեն աշխատում։ Բայց ես այդպես начальник կպահեմ ուժային կառույցի։ Ես ասեցի իմ խոսքը 5 րոպեից չկատարվեց։ Այդ ուժային կառույցի հետ տնօրենին 5 րոպեից։ Давай, до свидания։ Ուժային կառույցը, որ պետության համար չաշխատեց, այդ պետությունը կթուլանա, պարոն Փաշինյան։ Ուժային կառույցը դու հլը խոսքը բերանիցը չհանած, նա արդեն պետք է հրամանը տա։ 5 տարի ասում եք, մաֆիա, տիսե, դատեմ, հիմա նորից պարզ ասում եք, որ դատելու, էլի ոչ մի բան գոյություն չունի, նրանք ձեր հետևից ամեն ինչ անում են, դուք ոչ մի բան, ոնց որ պետություն ղեկավարները նրանք հլեն, ձեզ էլ նշանակած, որ դե լավ ոսալ գործ անեք, ախպեր, էդ է նշանակում։ Լավ է ժողովուրդ ջան, ես լեկցիա եմ կարդում այսքան, չգիտեմ, ոչ մեկ ելա, մեկը ոչ տեղ է հասնում, ոչ է, ժողովուրդն են ասում, հա, խելացի մտքեր ես ասում, ինչ օգուտ, ուզում ես ասա, ուզում ես մի ասա։ Չես հասկանում արդեն, պետություն ով է, պետության համար ով է աշխատում, մաֆիան ով է, պետությանը խանգարում, ոչ մեկը ոչ մի բան, նրանք խոսում են մենակ։ Ինչ ասեմ։ Դրա համար էլ ասենք Ռուսաստանը առիթից օգտվում է հիմա, ոչ մի բան, ընդեից ուզում է կառավարի, ընդեից խոսում են, ասում են, չհասկացանք այդ ընտրությունները հետ ոնց եք կազմակերպում, որ մինչև հիմա հլա ոչ մի բան ստույգ չի, են չի, հասկանում եք։ Ընտրություն եղել է, հայտարարել եք, վсё, այդ մարդկանց, էլ ոչ մեկը պետքա չտենա, այդ մարդկանց ոչ մեկը հարցազրույց, ոչ մի բան, ոչ մեկը գնացին ամեք իրանց գործերով, ով համաձայն չի, թող թղթեր հավաքի, ես իմ ինչ ուզում անի գնա դատարան։ Այդ մարդկանց հետ էլ ոչ մեկը իրավունք չունի շփվի, այդ մարդկանց հետ խոսա։ Հայտարարել եք էսենցա եւ վերջ, դրանով վերջ։ Ուզում են, Բարգավաճը համաձայն չի, թող թղթեր հավաքի ինչ ուզում անի գնա դատարան։ 5 տարով դատարանում հաշվեն։ Թող չարեն դատարանը։ Նիկոլ ջան, ցավդ տանեմ։ Բայց արա դե չգիտեմ, մարդիկ կասեն այ մարդ, այս մարդը գժվել է, սա ինքն է բանան։ Արա ցավդ տանեմ, գործն արել եք, պրծել է, վсё, դուք գնացիք ձեր գործին։ Այդ избирательный комиссия էսի մինչա այդ գնացիք ձեր գործին, վсё, ով համաձայն չի դրա համար գոյություն ունի դատարան։ Թող գնան մի 5 տարի դատարաններում ստուգեն ով ումա խափել։ Եվ վերջ։ Ինչ եք կպել, լրագրողները գալիս են, հարցնում են, դուք սենց եք ասում են, մեկն են, էլ բանու գործ չունեք, սա աղորը լրագրողներին պետք է, ես ասեք, են ասեք։ Դե լավ էլի։ Լավ ժողովուրդ ջան, լավ եղեք, ձեր ցավը տանեմ, իմ կարծիքով բոլորն էլ ամեն ինչ էլ հասկանում են, չգիտեմ, ես չգիտեմ, հետո էլի զրույցներ կանենք, լավ եղեք, մինչ երեկո։